Անհանգիստ իրավիճակ սահմանին ադրբեջանական կողմը կիրառել է թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք։ Վենետիկի հանձնաժողովի անդամները Երևանում հանդիպումներ են ունեցել քաղաքական ուժերի և քաղաքական սեկտորի ներկայացուցիչների հետ, թեման սահմանադրական փոփոխություններն են։ Կընդունի արդյոք ոստիկանությունը ոտքի Հայաստան քաղաքացիական նախաձեռնության առաջարկությունը կնքել գրավոր համաձայնագիր ուժ չկիրառելու մասին։ Հայաստանում օլիգարխիան ինչ վտանգների առաջ է կանգնել, ինչ է տեղի ունենում կուլիսներից այն կողմ։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի մեկնաբանությունները։ Ռադիոտեղորոշիչ կայաննում է ավելի շատ պետք Ռուսաստանին, թե Ադրբեջանին, կարծիքներ են հայտնում ռուսաստանցի քաղաքագետները։ Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները շտապում էին Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման։ Հանդիպումից առաջ լրագրողների հարցերին պատասխանել խուսափեցին, հայտարարելով, թե իրենց մտքերը շահադրել են, որպեսզի փոխանցեն Վենետիկի հանձնաժողովի անդամներին։ Նիստերի դահլիճում ապա քննարկման մասնակիցները տեղ զբաղեցրեցին, ներկա էին նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչները։ Նախ ողջունի խոսքով հանդես եկան Վենետիկի հանձնաժողովի անդամները, սակայն ներկաներին հիշեցրեցին, որ սահմանադրական փոփոխությունների նախագծին քաղաքական գնահատական չեն տալու, իրենք իրավաբան և փաստաթղթի իրավական կողմներն միայն ուսումնասիրում։ Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել, դիմելով հանձնաժողովի անդամներին, նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։ Զուրաբյանը նշեց, որ կոնգրեսը դեմ է փոփոխություններին, որովհետև մենք գիտակցում ենք, թե ինչ նպատակ են հետապնդում սահմանադրական փոփոխությունները։ Դրանց միակ նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանի երրորդ անգամ վերարտադրվելու արգելքը վերանա։ Հայաստանում ընտրությունները կեղծվում են և իշխանությունները կարողանում են ապահովել իրենց հաղթանակը։ Զանգվածային կեղծիքներ են տեղի ունենում, իսկ հիմա էլ ցանկանում են վերացնել այդ արգելքը։ Լևոն Զուրաբյանը հանձնաժողովականներին պատմեց նաև փետրվարյան հայտնի իրադարձությունների մասին, շեշտելով, որ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտից հեռացրեց Գագիկ Ծառուկյանին։ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները լսեցին Զուրաբյանին, բայց ի պատասխան հայտարարեցին, թե իրենք քաղաքական զարգացումներից տեղյակ չեն և հետևաբար որևէ գնահատական տալ չեն կարող։ Մեր գործը որպես իրավաբան չի կայանում նրանում, որ մենք մեկնաբանենք քաղաքական իրավիճակի վերաբերյալ դիտարկումները։ Քաղաքական կոնսենսուսի ձևավորումը մեր գործը չէ և մենք իրականում չունենք այն տեղեկությունը, որը մեզ հնարավորություն կտա գնահատել։ Ձեր հայտարարությունը հետաքրքիր է, բայց մենք չունենք մասնագիտական կարողություններ դրա գնահատականը տալու համար։ ԲՀԿ-ի անունից ես կխոսեմ, ի պատասխան Զուրաբյանի նշեց Նաիրա Զոհրաբյանը, խորհուրդ տալով գործընկերներին խոսել ըստ էության։ Հետո Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողովի անդամներից հետաքրքրվեց, թե որքանով է արտարացված ընտրությունների երկփուլ անցկացումը։ Հարցը տեղին համարեց նաև Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, իսկ պատասխանն այսպիսին էր. Պետք է կարողանալ նաև ստեղծել այդ կայունությունը։ Մեր կարծիքով քաղաքական կայունությունը սահմանադրության փոփոխության կարևորագույն նպատակներից մեկը պետք է լինի։ Ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս այս դրույթը տեղափոխել ընտրական օրենսգիրք և կարգավորել այդպես։ Հանդիպման ընթացքում չեք անցկացնի քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե հասարակության մեծամասնությունը չի ցանկանում սահմանադրական փոփոխություններ։ Արմեն Գրիգորյանը խոսեց 89-րդ հոդվածից, որը վերաբերում է կայուն մեծամասնություն ձևավորելու հարցին։ Այն կայունությունը, որ կապահովի 89-րդ հոդվածը, հնարավորություն չի տա ժողովրդավարություն ապահովել կոալիցիայի համար և արդյունքում կլինի քաղաքական մենաշնորհ, որը դեմ կգնա ժողովրդավարական գործընթացներին։ Բացի այդ, ձեր կողմից բերված փաստարկները նման են Սերժ Սարգսյանի աշխատակազմի փաստարկներին։ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները ի պատասխան նշեցին, որ առկա մտահոգությունները քննարկելու համար է, որ այստեղ են, սակայն դարձյալ ցանկանում են հիշեցնել, որ իրենք քաղաքական գնահատականներ չեն տալիս, ու այսպես հնչող գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ նրանք տալիս էին նույն պատասխանը։ Քաղաքական ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումն ավարտվեց, որից հետո Վենետիկի հանձնաժողովի անդամները պատասխանեցին նաև լրագրողների հարցերին։ Հարցին, թե հանձնաժողովականները կարող են երաշխավորել, որ փոփոխություններից հետո Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ավելի ժողովրդավար կլինի և չի տուժի, այլ կզարգանա, Քրիստոֆ Գրաբեն-Վարդերը տվեց հետևյալ պատասխանը.
Վենետիկի հանձնաժողովն այն մարմինը չէ, որ կարող է երաշխավորել ամբողջ գործընթացը, չենք կարող սերտիֆիկատ տալ, որ 2-3 տարի հետո ժողովրդավարությունն ավելի լավ կլինի, քան այսօր է։ Մենք կարող ենք նայել տեքստին եւ գնահատել, թե ինչքանով է համապատասխանում եվրոպական չափանիշներին եւ արդյոք համապատասխանում է այն պրակտիկային, որը կա այդ ոլորտում։ Վենետիկի հանձնաժողովի անդամները եզրափակեցին հանդիպումներն ու քննարկումները առաջիկայում էլ կշարունակվեն, իրենց վերջնական տեսակետը հայտնի կդառնա հոկտեմբերի վերջին։ Արցախի պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը եւ օրվա ընթացքում Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային եւ հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Բացի ականանետերից ադրբեջանական կողմը արևելյան ուղությամբ կիրառել է նաեւ թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը եւ շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը, նշվում է Արցախի պաշտպանության բանակի մամլոյցարայության հաղորդագրությունում։ Առաջիկայում Ադրբեջանում ռադիոտեղորոշիչ կայան կառուցելու մասին լուրերն արդյոք իրատեսական են, թեմայի վերաբերյալ Գալան զրուցել է ռուսաստանցի քաղաքագետների հետ, ովքեր քիչ հավանական են համարում դա, մի շարք հանգամանքներով պայմանավորված։ Խնդիրը պետք է դիտարկել ըստ անհրաժեշտության, արդյոք պետք է Ռուսաստանին ապահովել իր ներկայությունն Ադրբեջանում, կամ ինչ առաջադրանքներ պետք է լուծի Ռուսաստանն Ադրբեջանի տարածքում։ Ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը կասկածում է, որ կայանի կառուցումը իրատեսական կարող է լինել։ Դա Ադրբեջանին էլ պետք չէ, Ամերիկայի հետ հարաբերությունները շուտով կսկսեն կարգավորվել, բացի այդ Բաքվի համար երբեք հակաամերիկյան քաղաքականություն ասվածը չի նշանակել սերտ հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։ Ռուսաստանի համար ցանկացած տեղ ռազմական ներկայություն ունենալն իհարկե կարևոր է, բայց այսօր Ադրբեջանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ մեկին պետք չէ, բացի Ադրբեջանից։ Բաքուն դա շատ լավ է հասկանում, այնտեղ կարող են մարդուն ոչ մի բանի համար զրկել ազատությունից, բայց այնտեղ հիմարներ չեն։ Հիշեցնենք, որ Գաբալայի տարածքում գործող կայանը դադարեցրեց իր աշխատանքն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ 2012 թվականին։ Ադրբեջանը կտրուկ ավելացրեց վարձակալման արժեքը, նախկին $7 միլիոն փոխարեն պահանջելով $300 միլիոն։ Ռուսաստանը ստիպված եղավ հրաժարվել։ Քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովիչի բացառում, որ այս տեղեկությունը միտումնավոր տարածում է ադրբեջանական կողմը։ Ռուսաստանցի քաղաքագետի խոսքերով Ալիևի ռեժիմն ունի մտավախություն, որ կարող է Միացյալ Նահանգները նարնջագույն հեղափոխություն ձեռնարկել Ադրբեջանում։ Այդ իսկ պատճառով հիմա հարևան երկիրը մանևրում է։ Ադրբեջանն ակնարկներ է անում, եթե դուք կճնշեք ինձ, ես կնետվեմ Ռուսաստանի գիրկը, վերսկսելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը։ Քաղաքագետը չի բացառում, որ Ռուսաստանը շահագրգիռ կարող է լինել վերագործարկել ռադիոտեղորոշիչ կայանի աշխատանքը, եթե Ադրբեջանն իսկապես ունի նման ցանկություն։ Ըստ նրա, դա ամենևին էլ վտանգավոր չի լինի Հայաստանի համար։ Ոտքի Հայաստան քաղաքացիական շարժման խորհուրդը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն առաջարկում է լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպել կլոր սեղանի շուրջ հետևյալ հարցերի քննարկման համար։ Քաղաքացիների անհնազանդությունը որպես քաղաքական միջոց անհատների եւ կազմակերպությունների կողմից իշխանության յուրացումը վերացնելու համար, խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության եւ ցուցարարների միջև ինքնաբուխ բախումներ կանխարգելելու միջոցները, ոստիկանության դերը քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանափոխության ժամանակ։ Հանդիպման արդյունքում ակնկալում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ կնքել ուժ կիրառելուց հրաժարվելու մասին գրավոր համաձայնագիր։ Գալան նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց, թե հատկապես ինչից հետո որոշեցին քննարկումներ իրականացնել ոստիկանության հետ։ Տևական պրոցես է, որ մենք հայտարարում ենք քաղաքացիական անհնազանդության մասին, որն ավելի լայն թափ է ստանալու եւ նաեւ ոստիկանների իրար հաջորդող պահվածքը պատճառ է, որ ավելի շատ խոսենք ոստիկանության հետ, ներկայացնենք սահմանադրության դրույթներն ու օրենքի հղումները։ Սանասարյանի խոսքերով այս ամենը տևական գործընթացի արդյունք է։ Նա հիշեցրեց, որ մի փուլում եւս նման կոչ արել են, սակայն ոստիկանությունը հրաժարվել է։ Հետո ըստ Սանասարյանի, երբ իրենք հայտարարել են, որ օգոստոսի 1-ից պատրաստվում են Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածում իրականացնել նստացույց, այդ ժամանակ ոստիկանությունից հայտնել են, որ պատրաստ են քննարկումների, բայց առանց լրատվամիջոցների, ինչին այս անգամ էլ իրենք համաձայն չեն եղել։
Կընդունի արդյոք ոստիկանությունը ոտքի Հայաստան քաղաքացիական նախաձեռնության առաջարկությունը։ Այսպիսով նախաձեռնությունն առաջարկում է գրավոր համաձայնագիր կնքել ոստիկանության հետ, որպեսզի վերջինս հրաժարվի ուժ կիրառելուց։ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեծ զրույցում նշեց. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ղեկավարվում է բացառապես օրենքներով եւ ոչ մի գրավոր համաձայնագիր ոստիկանության համար իրավունքներ կամ պարտականություններ չի կարող սահմանել։ Վերջին շրջանում հաճախ ենք լսում այս կամ այն օլիգարխի սնանկացման կամ ֆինանսական խնդիրների առաջ կանգնելու մասին։ Հասարակության աչքի առաջ էր հանրապետական Աշոտ Աղաբաբյանի շուրջ կատարվող իրադարձությունները, հարկային ստուգումներ, տուգանք, դատական պրոցես եւ սնանկացում։ Ինչ է կատարվում համակարգի ներսում, ռեսուրսներն են սպառվել, թե փորձ է արվում իշխանություն կիսել։ Թեմայի վերաբերյալ գալան զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանելյանի հետ։ Հայաստանում օլիգարխեն ինչ վտանգների առաջ է կանգնել, ինչ է տեղի ունենում կուլիսներից այն կողմ։ Անդրադառնալով մեր այս հարցին քաղաքագետը նշեց, թե իր կարծիքով երևույթը երկու կողմ ունի։ Մի կողմից այս ամենը պայմանավորված է տնտեսական ճգնաժամով, որը գնալով ավելի է խորանում, իսկ մյուս կողմից մի համակարգ է ձևավորվել, որը եղած ռեսուրսները խժռելու վրա է հիմնված, արդեն փոքր ու միջին բիզնեսից հասել են մեծ բիզնեսին։ Դրանց հետևանքով բնականաբար սնանկացումները շատ կլինեն եւ դա պայմանավորված է եւ տնտեսական ճգնաժամով եւ համակարգի բնույթով։ Եթե այս process-ն այսպես շարունակվի, վերջում կմնան միայն Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները, որպես Հայաստանում խոշոր օլիգարխներ, իսկ եթե այս գործընթացը նորից շարունակվի, ապա ընտանիքի անդամները կսկսեն միմյանց խժռել։ Եվ այս process-ն անվերջ է, մինչեւ ինչ որ մի հանգուցալուծում լինի կամ տնտեսության վերջնական փլուզում կամ ապստամբություն։ Եվ այդ վտանգը այն մարդիկ, ովքեր այսօր ունեն իշխանություն, շատ լավ հասկանում են, սակայն մեքենան կանգնեցնել այլևս հնարավոր չէ։ Ըստ քաղաքագետի այս կերպ ոչ թե իշխանության կիսում է տեղ ունենում, այլ պարզապես եղած ռեսուրսներն են սպառվում եւ արդեն միմյանցից են խլում։ Համակարգում այլ օրենքներ են գործում, որտեղ Ստեփան Դանելյանի չկա թիմակից հասկացողություն։ Այստեղ միայն չոր հաշվարկն է գործում։ Այսինքն վիճակն այնքան օրհասական է, որ իշխանությունները չեն կարող կասեցնել այս process-ը, գոնե միջև սահմանադրական փոփոխություններն անցկացնելը։ Ինձ թվում է տրամաբանությունը հետեւյալն է. իշխանությունը կամ իշխող խավը փորձում է սահմանադրական փոփոխություններն անցկացնել մինչև հնարավոր դեֆոլտը կամ տնտեսության ծայրահեղ վատացումը, հակառակ դեպքում անգամ ընտրակեղծիքներ չեն կարողանա իրականացնել։ Այսինքն սահմանադրական փոփոխությունները պետք է փորձեն անցկացնել մինչև այդ տնտեսական կոլապսը, որպեսզի կարողանան հետագայում եւս պահել իշխանությունը։ Եվ այստեղ խնդիրը միայն իշխանությունը պահելը չէ։ Իշխանությունը կորցնելուց հետո բազմաթիվ հանցագործություններ են բացահայտվելու եւ դա իրենք շատ լավ գիտեն։ Ռուսաստանում տագնապալի իրավիճակ է, շարունակվում է նավթի գնանկումը եւ ռուբլու արժեզրկումը։ Բորսաների առևտրային գործարքներում 1 բարել Brent տեսակի նավթի դիմաց արդեն վճարում են ընդամենը $42.57։ Շարունակվում է գահավիժել նաեւ ռուբլու փոխարժեքը։ $1 արդեն գնվում է 71.12 ռուբլով, 1 եվրոն 82.91։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկայևը հայտարարել էր, որ ինչ որ կարճատև ժամանակահատվածում 1 բարել նավթի գինը կարող է նվազել հատելով $40 սահմանագիծը։ Տնտեսական զարգացման նախարարության բազային կանխատեսումներով նավթի տարեկան միջինացված գինը կազմում է $50 1 բարելի դիմաց։ Այնուամենայնիվ փորձագետների մեծամասնությունը համոզված է, որ առաջիկա ժամանակահատվածում ճգնաժամը Ռուսաստանի վարչակազմին կստիպի տնտեսական ծայրահեղ միջոցների դիմել, իսկ երկարաժամկետ հեռանկարում միգուցե իշխանությունները ստիպված այլ քաղաքական ուղեգիծ ընտրեն։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման հավանություն է տվել երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հնարավոր մասնակցությանը նախագահական մրցապայքարին։ Օբամայի խոսքով Բայդենին փոխնախագահի պաշտոնին առաջադրելու իր 7 տարի առաջվա որոշումն ամենախելամիտն է եղել։ Բայդենը կարող է նախագահական արշավին միանալ հոկտեմբերին։ Թուրքիայի Կարս նահանգում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի Էրզրում գազատարի մի հատված։ Հաղորդվում է, որ պայթյունը կազմակերպել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները։ Կարսի նահանգապետ Օզդեմիրը հաստատել է, որ գազատարի վրա տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողության հետևանք է։ Նա նշել է, որ պայթյունից հետո կրակը տարածվել է եւ անվտանգության նկատառումներով փակել են այդ գազատարը։ Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանում Միլանի մոտակայքում փախստականների Պրեսո կոչվող ճամբարում անկարգություններ են տեղի ունեցել։ Աֆղանստանի, Սենեգալի, Մալիի եւ Բանգլադեշի մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք դժգոհում են ճամբարում իրենց կեցության պայմաններից։ Փախստականները պնդում են, որ երկար ժամանակով ստիպված են լինում սպասել փաստաթղթերի ձևակերպմանը։ Կարգուկանոն հաստատելու համար ներգրավվել են ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ։